Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բերելու են շնորհակալություն, որոնք բերելու են պատմության, մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆի համար օգտագործվող սուերը, որոնք մարտագլխիկ չունեն։ Ենթադրում եմ, որ պարոն Կիրակոսյանը հարցնում էր այդ սպառազինության որակի վերաբերյալ։ Գիտեք, աշխարհում հիմա էլ են ընթանում, ցավոք սրտի ընթանում են կոնֆլիկտներ, որտեղ այդ զինատեսակները օգտագործվում են, ես ռազմական փորձագետ չեմ, բայց համենայն դեպս գոնե իմ եւ ձեր գիտելիքի այդ ոլորտում մակարդակով չեմ կարծում, որ հնարավոր է ասել, որ դրանք մարտունակ զենքեր չեն։ Գուցե աշխարհում միշտ էլ կա ավելի պակաս արդյունավետ զենքեր, բայց ներողություն եմ խնդրում, նույն մեր իշխանության տարիներին Հայաստան էր բերվել Իսկանդեր զինատեսակը, ներողություն, այ շատ լավ արեցիք, որ հարցրեցիք, ուրեմն Իսկանդեր զինատեսակը առհասարակ զենքի վաճառքի հետ կյանքում մի անգամ դրա մասին կարդացած մարդը գիտի, որ զենքի վաճառքի պարագայում գոյություն ունի end user agreement, որը ստորագրվում է եւ այդ պահից հետո զենքի կիրառումը հանձնվում է այն միավորին, որին վաճառվել է։ Այդ առանց պուլտը ծիծաղալու է, բան հոչի, հեռուստացույց չի այդ ամպերը առանց պուլտ վաճառվի, մեկ, երկրորդ, ավելի լավ կլինի իրանք պատասխանեն, իսկ ում հանճարեղ մտքի թռիչքն էր Իսկանդերի կիրառումը անել ըստ մամուլում տեղեկությունների Շուշիի վրա, այլ ոչ թե այն ժամանակ պատերազմի սկզբնական փուլերում, երբ տարբեր հատվածներում դա եղել է հոկտեմբերի առաջին կես մոտավորապես, երբ Իսկանդերը իր մարտական խնդիրը ամբողջությամբ կլուծեր այն պահերին, երբ ճշտամական զորքերը վերախմբավորման փուլում էին, առկա էր մեծ կուտակում մարդուժի եւ զինտեխնիկայի ու այդ պարագայում Իսկանդերի օգտագործումը շատ ու շատ ավելի արդյունավետ էր լինելու։ Իմիջայլոց, քանի որ Տիկին Ջեբեջյանն է հարցը տալիս, օգտագործելով առիթը, բնականաբար ինքը դրա մասին չի հարցնի։ Պատիվ ունեմ խմբակցությունը այսօրվա ֆրակցիայի նիստում բնականաբար որոշում է կայացրել ամեն կերպ սատարել Տիկին Ջեբեջյանի երեկվա սկսած նախաձեռնությանը կապված էթիկայի հանձնաժողով պարոն Քոչարյանի գործունեության տխրահռչակ գործունեության արդեն որերորդ դրվագով տխրահռչակ գործունեության հետ կապված այնտեղ առկա են որոշակի իրավական մանրամասներ, բայց պատիվ ունեմ խմբակցությունը իր բոլոր հնարավորություններով սատար կկանգնի այդ նախաձեռնությանը։ Ինչ հարց կար, որ չպատասխանեց։ Ուրեմն ես չհանդգնեմ էլի քպայականի մտքի թռիչքը մեկնաբանել, ես գոյություն չունեցող բաներ չեմ մեկնաբանում, բայց այնուամենայնիվ մի քանի կետ էլի պարոն Սիմոնյանի նշածներից։ Մեկ, նորստեղ կանգնած Ադրբեջանի փաստաբանությունն էր անում, ասում է դե բաներ կան, որ Ադրբեջանն էլ է համարում, որ Հայաստանը լավ չի անում, կարող եմ հատ էլ քարոզ էստեղ կարդան Ադրբեջանի քպայականները, հաջորդ կետ։ Բացի դրանից, պարոն Սիմոնյանը շատ զարմացած էր, թե ինչով է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կապված այդ թվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ես ուզում եմ հիշեցնել 3 տարի շարունակ Փաշինյանը երբ խոսում էր, ասում էր այդ թվում նաև Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի արդյունքում տեղի է ունեցել այս ամենը, մեկը մյուսի հետ փոխկապակցված է եւ այլն եւ այլն։ Այնպես որ դրանք իրար հետ կապը տեսել է Փաշինյանը, այլ ոչ թե ես ու պիտի փորձեմ դրանք հերքել։ Եվ ամենահետաքրքրականը ես այդպիսի բան չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աթոռին նստած մարդը վեր կանա ու ասի, որ Հայաստանը որպես կանոն չէր ընդունում այս կամ այն բանակցային առաջարկները, Ադրբեջանը տենց էլ համարում էր դրա համարել խաղաղության պայմանագրի այսպես կոչված հետ ունեն այս արձագանքը Ադրբեջանից։ Եթե տեքստը հարմար է որևէ պայմանագրի մեր ու Ադրբեջանի միջև, դա պիտի հաշվի աշխարհաքաղաքական համատեքստը այս պահին աշխարհում շատ բարդ է առհասարակ որևէ պայմանավորվածության հասել, էլուր մնար Արարատ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան հանճարեղ դիվանագիտական զույգի գործունեության համար, բայց դա առանձին պատմություն է։ Նաև մի շատ հետաքրքրական բան կա։ Ռեալ իրենք ուզում են համոզած լինեն, որ Ադրբեջանը չէր հավատում, Ադրբեջանի համար անընդունելի զարմանալի էր, որ Հայաստանը ընդունել է այդ առաջարկները։ Այսինքն նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ Հայաստանի համար ինքնասպանություն են այդ առաջարկները։ Այսինքն այնքան վատն է
տեքստը ես դեռ չեմ տեսել, գիտեմ այնքան ինչքան հրապարակել են, որ նույնիսկ ըստ Ալեն Սիմոնյանի Ադրբեջանը չէր հավատում, որ Հայաստանը ընդունելու է այդ կարգի կարելի է նաև անվանել կրկնակապիտուլյացիան։ Սա Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցը ուղղակի ինքնախոստովանական է։ Ավելի ասեմ, կապված այն գործընթացի հետ, որ իրենք իրականացնում են։ Իրենց նոր թեզը, չգիտեմ, SMS-ով են բաժանում, ինչով են բաժանում, այնտեղ բոլոր կետերը երկկողմանի են։ Դա մարազմի գագաթնակետն է։ Ես ծխող եմ, դուք ծխող չեք։ Եթե ես եւ դուք հիմա պայմանավորվենք, որ սկսած վաղվանից մեզանից որ մեկը առաջինը ծխի, մյուսին վճարում է $1000։ Դա երկկողմանի պայմանագիր է, չէ՞։ Բայց դա աբսուրդ է, որ դուք ծխող չեք, ու այդտեղ ամենահավանականը, որ կպարտվեմ ես եմ։ Ու այդպես այդ պայմանագրի արդեն իսկ հրապարակայնացված բոլոր կետերն են։ Իհարկե, ձևակերպվում է դա որպես երկկողմանի, բայց այնուամենայնիվ բովանդակության մեջ վերջնարդյունքում դա Հայաստանի Հանրապետության զիջումն է։ Եվ մի հետաքրքրական կետ էլ, իրանք իրանցով, իրանց ԱԳՆ փոխնախարարը, նախարարը, Փաշինյանը չեն կարողանում հասկանալ հիմա այդ պայմանագրում իրենց իսկ բացահայտմամբ տեղ գտած երրորդ երկրների ուժերի սահմանի երկայնքով տեղակայման արգելքը տարածվում է եվրոպական դիտորդական առաքելության վրա, թե չի տարածվում։ Քաղաքացիական դիտորդական առաքելությունը օտարերկրյա կամ երրորդ երկրի ուժ համարվում է, թե չի համարվում։ Սրանից 2-3 տարի առաջ ես հիմա չեմ պատրաստվում երկար քննարկել, թե արդյունավետ էր, թե արդյունավետ չէր կիրառումը, անհրաժեշտություն չէր։ Հիմա մենք քննարկում ենք այլ բան։ Փաստորեն Ադրբեջանի պահանջով այդ թեկուզ 0.0 կարևոր չի, թե ինչքան տոկոսով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ավելացնող գործոնը վերացվելու է։ Տղերք, 2 տարի առաջ դրա հակառակն էիք ասում եք, որ դա փրկություն է, առանց դրա հնարավոր չի, եւ այլն եւ այլն։ Հիմա այտենց հեշտ, ինչի եք պատրաստ դրանից հրաժարվել։